պարոն Միրզոյան, երեք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը կարծես թե ասել է, որ կարծես թե Հայաստանում այսպես քաղաքական հայացքների համար նորից հնչեցնեմ։ Լավ չեմ լսում։ Լավրովն ասել է, կարծես թե Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդ են ձերբակալում։ Իմ կարծիքով մի փոքր տարօրինակ է ամեն ինչը լսել է։ Ինչ արձագանք ունեք դուք։ Պարոն Եղոյան։ Ոնց լսեցի, այնց վստահ չեմ, որ ամբողջությամբ լսվեց ձեր հարցը աղմուկ է, բայց ես քիչ առաջ առիթ ունեցա ասելու, էլի չեմ մեկնաբանում արտաքին գործերի նախարարների հայտարարությունները, բայց իմ շատ սիրելի եւ հարգելի գործընկեր պարոն Լավրովի տեղեկությունները թերևս մի քիչ սխալ են։ Այդպիսի հիմքով քրեական հետապնդում քաղաքական գործունեության համար Հայաստանում չկա, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ընդհանրապես քաղաքական գործունեության հայտարարությունների պարագայում քրեական հետապնդում կարա լինի, եթե այդ քաղաքական հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ վիճարկում են որևէ կերպ իրավական ձևակերպումները կան օրենսդրության մեջ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ օրինակ սահմանադրական կարգի բռնի ուրեմն տապալման կոչեր են պարունակում եւ այլն, եւ եթե նույնիսկ այդպես լիներ, ներողություն, դա այդ մասին խոսք ասելը, մեկնաբանելը կլիներ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ միջամտություն, եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա։